Սամվել Կարապետյանին ընդհանրապես թեկնածու չեմ տեսնում ոչ միտեղ, որ ինքն էլ թեկնածու լինի, թե հիմա իրանց ցուցակով առաջի համարը անցնում է ուրիշ անձ։ Ես չգիտեմ, ընդհանրապես թեկնածու ես չեմ տեսնում, ֆեյք է թե ֆեյք չի, այդտեղ արդեն էլ խոսալու բան չկա, ընտրարշավ է սկսվում, էլ այդ վերացական կամ գաղտնի պոկեր թեկնածուները պետքա չլինեն, էլի ասենք, ժողովրդին պետքա բրազիլիական սերիալի հարցում չսարքեք, հա։ Իսկ ներողություն նորմալ է, որ Նիկոլ Փաշինյանը այդպիսի տերմիններով է դիմադրում։ Դե տեսեք, կա հակաքարոզչական օրենք, պետք է նայել այդ օրենքի համաձայնում է իր ասածները թե չէ, եթե կա ինչ-որ հակաքարոզչական բան, թող այն ուժը մտածի եւ մենք այդ ուժի հետ դաշնակից չենք, ընդհանրապես այդ ուժին չենք համարում ընդդիմություն, այսինքն պետք է այդ ուժը տեսնի, եթե հակաքարոզչությունը տեղի ունենում, դիմի վարչական դատարան կամ այլ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կուսակցություններից շատեր արդեն հայտարարել են իրենք որտեղից են սկսելու քարոզչությունը։ Դուք երբ եք պատրաստվում սկսել եւ որտեղ։ Մենք հենց նոր հաշիվը գրանցեցինք, այսինքն մեզ հաշիվ չէին գրանցում, մենք արդեն դիմում էինք պատրաստել, որ այսօր դիմեինք վարչական դատարան, քարոզարշավը հետաձգելու վերաբերյալ, բայց չգիտեմ, մեր բախտը բերեց, թե իրանց բախտը բերեց, հաշիվը ՎՏԲ բանկը բացեց, հիմա մենք այսօր գիշեր գործ ունենք անելու, պետք է նստենք, աշխատենք, քանի որ ոչ մի քայլ չենք կարողանում անել, ասենք չենք կարողանում բաներները վճարել, չենք կարողանում գրասենյակները վարձել, օպերատորներ, մի խոսքով այսօր գիշեր մենք մեծ գործ ունենք անելու եւ երևի վաղվա մեջ արդեն հայտնի կլինի, որտեղից ենք սկսում։ Իսկ ձեր շանսերը ինչքան կգնահատեք այս ընտրություններում։ Շատ մեծ։ Իսկ եթե տոկոսային հարաբերության վերածենք։ Նիկոլ Փաշինյանից ավելի շատ, որ ինքը անցել էր պարլամենտ։ Իսկ ինչու եք այդքան վստահ։ Որովհետեւ այս ուժը ստեղծվել է ժողովրդի պահանջով, ժողովրդի սրտից։ Դե իր մակարդակով ինքը